Հասկացանք շատ ծաղատ կարում ենք հարցակ, բայց մի րոպե հասկանանք։ Ասեք, որ պեսաժը պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե թալանի մատերիալ է։ Ես մի հարց։ Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք էսանը։ Շատ ներողություն, ես համարձակում եմ համարել։ Նա ճշտով բան է։ Նայ։ Հարցը չեն տալի, իվան, տելեֆոն։ Շահացայի հավաքանի, Անձրև, հələ փակեք։ Հիմա ինչքանով է ճիշտ համարում, որ դուքն եք դառնաք այդ ամեն ինչը։ Վերջում թողեք հասնամ, էլի։ Քաղաքացու զրկեք բոյկոտիանի, ուղղակով սպառնալով հարկադրեք վճարել են ուղևորը, որը սոցիալապես օբյեկտիվորեն մտը հնարավոր չի։ Տեկին արեկան ազգանում։ Պարոսեք ես եմ, նգապար նատ հարստամ, մենը։ Իսկ մի հարցել ես հաց ես տամ։ Դու Արմեն Խաչատյանին հարցնեք։ Դուք գործում եք որպես չխոսեք։ Իսկ եթե փախնեն, դուք գործում եք ձեր խեղճի կանոնիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել, կարողա դուք է փախնեք։ Իսկ կներեք, էլի, մի հաստամ, դուք ձեր խեղճի մտոք կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացրել եք, երբևէ այդ կանոպկան սխմել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այլ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրից, ձեր դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Խմբակցության դիրքորոշումը, որը արդեն արտահայտվում է ամբողջական որպես խմբակցություն դիրքորոշում, լիագումար լիստերի դահլիճում ես եմ։ Այսինքն սեփական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ Որը քաղաքացիական պայմանագրի միասնական քվեարկումը, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով, որ դուք քվեարկեք։ Տուգանքի մատերիալը ասես քաղաքացին։ Սիրելի Ես վստահ եմ, որ ձեզ ստիպում։ ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորի համար